Հայաստանի պատմության բոլոր պատերազմների զոհերի հիշատակին նվիրված օր կարող է սահմանվել։ Ազգային ժողովի պատգամավոր Ներգեգամ Նազարյանն ու Ռուբեն Ռուբինյանը շրջանառության մեջ են դնելու օրենսդրական նախագիծ, որով հունվարի 27-ը կդառնա պետական մակարդակով հիշատակի օր։ Բայց հիշողությունը, որը պիտի միավորի, այս փուլում բևեռացնում է քաղաքական դաշտում արդեն հնչում են տարակարծիք ու կտրուկ գնահատականներ։ Մեզ պետք է ունենալ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը եւ կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ։ Նախագծի ձևակերպման եւ նշված օրվա ընտրության վերաբերյալ հանրային եւ քաղաքական գնահատականները խիստ տարբեր են։ Մի մասը հարց է բարձրացնում, ինչու հենց հունվարի 27-ը, մյուսներին մտահոգում է ժամանակագրական համընկնումը հայկական բանակի տարեդարձից ընդամենը մեկ օր առաջ։ Կապել միայն հունվարի 28-ի հետ եւ բերել մի օր առաջ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ օրը հոլոկոստի հիշատակի օրն է, ես այստեղ որոշակի քաղաքականացվածության էլեմենտներ եմ բնականաբար տեսնում։ Այն պարագայում, երբ որ Իսրայելի կողմից մեր հայոց ցեղասպանության պատշաճ ճանաչում եւ դատապարտում տեղի չի ունեցել, ավելին Իսրայել պետությունը իր գործողություններով նպաստել է Արցախի հայաթափմանը, Ադրբեջանի հետ ունեցած իր դաշնակցային հարաբերություններին Ադրբեջանին զենք մատակարարելու իմաստով, այս պարագայում անհամաչափ դրական ժեստ է տեղի ունենում։ Ռուբինյանն ու Նազարյանն ունեն ինչու հենց հունվարի 27-ը հարցի պատասխանը։ Ըստ Ազգային ժողովի փոխնախագահի չի կարելի անդադար հիշատակել միայն 44-օրյա պատերազմում զոհված տղաներին, այլ պատերազմներ ու այլ զոհեր են եղել։ Միտքը հետևյալն է, ես եւ մենք ուզում ենք ընտրել օր, որը նախ որևէ կոնկրետ ռազմական գործողության հետ կապ չունենա, որովհետեւ խոսքը բոլոր ռազմական գործողությունների ընթացքում զոհված, հանուն հայրենիքի զոհված մեր հայրենակիցների մասին է եւ նաեւ կապ կա հունվարի 28-ի հետ այն իմաստով, որ միտքը հետևյալն է, որ հունվարի 27-ին հիշենք եւ հարգանքի տուր մատուցենք եւ խոնարհվենք զոհերի առաջ, իսկ հունվարի 28-ին արդեն տոնենք բանակի օրը։ 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը պատգամավոր Գեգամ Նազարյանը կիսում է Ռուբինյանի կարծիքը։ Պիտի հարգենք նաեւ Հայկի եւ Բելի ժամանակների զոհերին։ Թագավորների ղեկավարած պատերազմի զոհերի հիշատակը պնդում է Նազարյանը։ Գաղափարն է, որ մենք մի օր ունենանք, որտեղ մեր պատմության բոլոր ընթացքում հայ զինվորի առաջ մենք խոնարհվենք, որոնք կռել են, զոհվել են, նահատակվել են Հայաստանի համար։ Ճիշտն ասած, սկզբից ես առաջարկում էի հենց սեպտեմբերի 27-ը, որովհետև այսպես թե այնպես այդ օրը առաջկա տասնամյակներում մենք նշելու ենք գոնե 44-օրյայի ծնողները, հարազատները, ընկերները։ Պատգամավորների պնդումների հետ չի համաձայնում Մենուա Սողոմոնյանը։ Կարծում է, որ ընտրվել է միտումնավոր բանակի ստեղծման տարեդարձը ստվերելու նպատակով։ Զոհերի հիշատակի օր մենք բանակի օրվա նախորդ օրը դնելը ինձ համար ընդունելի չէ ամենայն դեպս։ Հունվարի 28-ին, երբ որ կազմակերպվել է պաշտպանության բանակը, որը մեզ համար շատ կարևոր իրադարձություն է, այդ օրվա վրա ստվեր է գցվում։ Նախագիծն անգամ քննարկման չի դրվել դեռ կընդունվի թե ոչ, կորոշի խորհրդարանը, բայց մասնագետները վստահ են, իշխանականներից զատ այլ մարդկանց կարծիքներն այստեղ ինչպես միշտ հաշվի չեն առնվի։ Սեդա Մակարյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։